Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերքինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցցե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես հերքինս եւ երկրի, սաց մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այդ բրգյազ մեզի չարե, Զիկոյ արկայություն և զորություն և բար կավիդյանս հավիդերից ամեն իմաստություն հոր Իսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել և խոսել և գործել, հարաճի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց, իբանից և ի գործոց, բրգյազիս և օրմյա քո արարածոց և ինձ բազմամեղիս ամեն։ Ուշադրությամբ լսենք ժողովուրդ այսօրվա մեր հոգևոր զրույցի թեման Սերնացանի արագը, այ։ Նոյան, օրը Հիսուսը տնից դուրս եկավ և գնաց նստեց լճի եզերքին, նրա շուրջը մի այնպիսի մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց այնտեղ, իսկ ամբողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին, և նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց ու ասում. մի սերմնացան ելավ սերմ ցանելու, երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրան, ուրիշ հատիկներ ընկավ ջարդ մի տեղ, որտեղ շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան, բայց երբ արևը ելավ, խանձեցին և քանի որ արմատ չունեին, չորացան, ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց, իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին, մի մասը մեկի տեղ 100, ուրիշները 60 և կամ 30, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ամեն։ Լսենք ժողովուրդ։ Ողջույն դրգին, բարի երեկո, ավարտագից եղբայրներ և քույրեր, Աստվածաշունչի բարեկամներ, գրգին միասին ենք հոգևոր զրույցի մասնակցելու, Աստծո խոսքով լուսավորվելու և Քրիստոսի առակների ջանքով հոգևոր ճշմարտություններ սովորելու։ Այսօրվա մեր թեման Սերնացանի արագը։ Նախ եւ առաջ արագ բառը նշանակում է կարճ պատմվածք, արագ, կարճ պատմվածք եւ կամ ասում ենք չափածո կամ արձակ բարոյախոսական պատմվածքը։ Ուրեմն Քրիստոս երբ ուսուցանում էր, հաճախ նաև խոսում էր առակներով, որովհետեւ առակների միջոցով որոշ ճշմարտություններ բարձրապանի եւ բացահայտի։ Ուրեմն Մատթեոսի ավետարանի 10-րդ գլուխը նշանավոր է առակներով, 7 առակներ, ընդհանուր թեման առակների երկնքի առկայությունը։ Ինչպես գիտեք, Տեր Հիսուս երբ քարոզեց, սկսեց ասելու ապաշխարեցեք, որովհետև երկնքի առկայությունը մոտեցած է, եւ երկնքի առկայության մասին Քրիստոս ինք խոսեց իր հետևորդներին, որպեսզի ժողովուրդը նաև նախապատրաստվեն այդ առկայության արժանավոր ժառանգորդ լինելու։ Ուրեմն Մատթեոսի 10-րդ գլուխը առակների ընդհանուր 7 առակների սենք մասին խոսում է։ Մինչ այդ պետք է լավ իմանանք, որ Հիսուս երբ խոսում էր առակ, խոսում էր նպատակի մասին, բադահական չէր խոսում։ Օրինակ, ամեն մի առակ ունի հատուկ նպատակ։ Երբ որ ասենք ինչու խոսեցավ Տեր Հիսուս Փարիսեցի Մաքսավորի առակը, Ղուկասի ավետարանի մեջ, այդտեղ ավետարանիչը բարձրապանում է ասելով, որ այս առակն էլ խոսեց այն մարդկանց համար, որոնք արդար համարում էին իրենց անձը։ Ուրեմն տեսեք, բարձրված է, որ առակի նպատակը ինչն է, մարդկանց հրավիրել խոնարհության, որպեսզի խոնարհությամբ մարդիկ կարողանան իրենց հանցանքները խոստովանել։ Օրինակ շարունակ աղոթելու առակը, ինչն է անիրավ թագավորի եւ այրի կնոջ առակը։ Հիսուս այս առակը խոսեց շեշտելու համար հարադև աղոթելու կարևորությունը, անարակ որդի առակը, գորած ոչխարի, գործված թայգանի, Ղուկաս 15, այս 3 առակները նվիրված են ապաշխարության, որովհետև դարձի գաղափարը կա, չէ, դարձ առասված եւ ամենա ասենք հոգեարազատ օրինակը
անարակ որդու արակն է, ուգաս 19-ի մեջ և դրա համար մեծ վաղուց գիրագիները որ կան, իրականության մեջ գիրագիներ կան անվանված են արակների հիմամբ, որ իրագի համար թադավորի գիրագին, այլի գնոջ թադավորի արագի հիմամբ է, և ասում ենք օրինակ անարագի գիրագին, անարակ որդու արագի հիման վրա է, որ այդ գիրագին նվիրված է այդ ապաշխարության խորհրդին, որ մարդիկ նաև իմանան ապաշխարության կարևորության մասին։ Ուրեմն, երբ որ խոսում ենք արակների մասին, շատ ուշագրավ է Սերնացանի արագը, Սերնացանի արագը հիշած են 3 ավետարանիչները, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչներ, և Քրիստոս այս արագը խոսեցավ ընդհանուր ժողովրդին, բայց արագի մեկնաբանությունը, բացատրությունը միայն աշակերտներին, որովհետև ժողովրդի մեջ գային զանազան դասակարգի մարդիկ, գային մարդիկ, որոնք լսում էին, բայց հավանաբար մոռանում էին, գային մարդիկ, որոնք լսում էին, բայց ոչ ուշադրությամբ, ոչ կենտրոնացումով, ոչ լուսաձարավ հոգիով, ուրեմն Քրիստոսի անմիջական գործակիցները առաքյալներն էին, և դրա համար հաճախ Քրիստոս որոշ մեկնաբանություններ կատարում էր միայն առաքյալների ներկայությամբ, որովհետև ի վերջո առաքյալները պիտի լինեին առկայության քարոզիչները, Քրիստոսի վկաները, Քրիստոս ասաց իմ վկաներս պիտի լինեք, հետևաբար Քրիստոս հատուկ քուրքուրանք խնամք ցուցաբերեց առաքյալներին, որովհետեւ պատրաստ լինեն Աստծո առկայության խորհուրդները իմանալու եւ ժողովրդին բացատրելու։ Ուրեմն Քրիստոս խոսում էր առակներով եւ մենք Մատթեոսի ավետարանի մեջ իմանում ենք 7 առակների մասին՝ Սերնացանի առակը, Ուրգանի առակը, Մանանեխի Ադիգի առակը, Տնտխմորի առակը, Թաքնված կանցի առակը, առավել ունենք մի երկու ուրիշ առակներ՝ Ուրգանի առակը եւ Մարգարիտի առակը։ Ուրեմն 7 առակները ընդհանուր թեման ինչ էր արքայությունը, բայց ամեն մի առակի մեջ որոշ ճշմարտության մասին է, որ խոսում է Հիսուս։ Օրինակ, Տնտխմորի առակը խոսում է Աստծո շնորհքի ներգործության մասին մարդու կյանքի մեջ, որովհետև Տնտխմորի առակի մեջ արտաքին դժվարություն չկա, այլ ներքին զորությունը կա, որ Տնտխմորը խմորում է ամբողջ զանգվածը։ Օրինակ, երբ որ խոսենք Որոմի առակի մասին, այդտեղ նկատում ենք թշնամին, որին ցանեց, որոմ ցանեց։ Հիսուս ինչ ասում է, որոմ ցանողը թշնամին է, թշնամին ով է, սատանան է։ Ուրեմն սատանան ցանում է, այո, ինձ ցանում է մեղքի որոմը։ Քրիստոս ինձ ցանում է Աստծո խոսքը։ Ուրեմն կան երկու սերմնացաններ։ Քրիստոս սերմանում է Աստծո խոսքը, որպես բրբության քրավական, ճարը սերմանում է մեղքի որոմը, որպես մարդը գորստյան ենթարկվի, շեղվի եւ մոլորվի։ Ուրեմն նայած մարդը ինչի ուշադրություն դարձնում է Քրիստոսի, որ Աստծո խոսքը ընկալ է, թե ոչ ճարին, որմեսի միտքը բաղդորի եւ արդարության ճանապարհից շեղվի։ Ուրեմն այստեղ Քրիստոս ներկայանում է որպես սերնացան։ Ցանողը ով է ուրեմն? Քրիստոս ինքն է։ Սերնացանը ասում է ջամփա ելավ ցանելու։ Այստեղ ցանողը մի անձ է, իսկ սերմերը մի տեսակի սերմեր են։ Ցանողը մեկ անձ է, սերմերը մի անձ է, մի տեսակ է, նույնանման են, բայց ինչի տարբերություն կա հողերի եզերքը աբարաժի վրա, կամ ասենք ժայռոտ տեղը, փշոտ տեղը եւ բարարդ հողը, կամ ասենք ադոք հողը, կամ ասենք լավ հող։ Ուրեմն 4 տարբերակի ինչ կա, հողեր կան, 4 տարբերակի հողեր։ Եվ եթե այս 4 տարբերակի հողաշերտերը նկատի առնենք, ուրեմն քանի տոկոս է որ ընդունած է Աստծո խոսքը, 25%, չէ՞։ Եզերքը, կարկարոտ տեղը, փշոտ տեղը եւ բարարդ հողը։ Ուրեմն 4-ից միայն մի խմբակ մգար, որ ինչ արեցին, Աստծո խոսքը ընդունեցին եւ բդուղվին։ Ուրեմն այս արագը ինչի մասին է, որ Աստծո արքայությունը մարդու կյանքի մեջ պետք է դեղ ունենա, բայց որպեսզի այդ արքայությունը մարդու ներաշխարհի մեջ լա, պետք է այդ հավատքը ինչ ունենա, բդուղ։ Ուրեմն հավատքը պետք է բդղապերի, որովհետև կենդանի հավատքի, ապրող հավատքի ամենահարազատ դրսևորումը, խոսուն արտահայտությունը
աջող հավատն է։ Եվ երբ որ ասենք աջող հավատ, խոսք ինչի վերաբերվում է ապաշխարության բդուղների մասին, Սուրբ Օգու բդուղների մասին, Խաղադացի սինգի մեջ որ խոսում է սերը, խաղաղությունը, ուրախությունը եւ մույս մնացյալ բդուղները եւ առավել ծառայությունը, որովհետեւ ծառայող մարդը նման է ծառի, որ բդուղ դալիս է, ծառը բդուղ դալիս է, որ ինք ուտի, թե ոչ որպեսի ուրիշը բոգի բդուղը, ուրիշը բոգի չէ ծառից բդուղը, որ ծառը չորացած էր, Հիսուս այդ ծառի ասած թզենին, ուրեմն ինչի խորհրդանիշ է, այն մարդկանց, որոնք ապաշխարել են բայց սևականորեն, այսինքն իրենք ապաշխարած են, բայց իրենց կյանքում չկա գործ, ինչպես Պողոս Առաքյալ ասում է հայտարարում են, որ ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են։ Մարգարեության մեջ ասում է այս ժողովուրդը շրթերով ինձ պատվում է, բայց իրենց սիրտը հեռու է ինձանից։ Ուրեմն Քրիստոս այստեղ հստակ կերպով բացատրում է, որ հավատքը ինչպես սկսում է, լսելով, բայց լսելով սկսում է, բայց հավատքի շարունակականությունը կա։ Գործը ինչն է, բդղապերումը, գործը փաստ է, որ հավատքը ճշմարիտ է, գործը վկայություն է, որ մարդը Աստծո հնազանդում է, Աստծո կամքին համագերվում է։ Եվ մենք հիշում ենք մի անգամ հոգևոր դասի ժամանակ խոսեցինք այն 4 ընկերները, որոնք մոդիգացուցին իրենց ընկերը Հիսուսի, չէ՞։ Դան առաստաղը քանդեցին եւ իրենց ընկերը Հիսուսի մոտեցուցին։ Եվ այնտեղ ինչ ասում է Ավետարանը, Հիսուս տեսնելով նրանց հավատքը, չնայած որ խոսքը չասացին, ոչ ալ արդայություն ունեցան, բայց իրենց արարքը ապացույց էր, որ Քրիստոսի նկատմամբ ինչ ունեն, հավատ ունեն։ Դրա համար հայրի գնոջ եւ Դադավորի արագի ավարտին Հիսուս ինչ ասում է եզրակացությունը, մարդու որդին երբ աշխարհ կա, արդյոք հավատ պիտի տեսնի։ Ուրեմն կարևորը հավատն է, բայց կարևորը նաեւ այդ հավատքը ունենա աջում եւ բդղապերում։ Ուրեմն դրա համար Հիսուս մեր Տերը ոչ միայն խոսում է, այլև մեկնաբանում է այս արագը եւ տեսեք, երբ որ 4 տարբերակի հողեր կան, սա նշանակում է Աստված խտրություն չի դնում մարդկանց միջև։ Սերմնացանը չցանեց միայն լավ հողի, ժայռոտ, փշոտ, ջամփու եզերք, սա նշանակում է Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն։ Փրկության նամակը բոլորի համար է։ Բոլորը արիտ ունեն փրկության, բոլորը հրավիրված են, որ Աստծո արքայության ժառանգորդները լինեն, բայց կարևորը ինչն է։ Սերմացանը հավատարիմ է, սիրող է, ծառայող է։ Սերմադիկն ալ կյանք ունի, բայց կարևորը մարդը որքանով հոգու խորքով եւ հավատքի ուղումով ընկալում է Աստծո խոսքի սերմադիկները։ Օրինակ Հիսուս խոսեցավ, բոլորը ընդունեցին Քրիստոսի փրկության հրավերը։ Օրինակ այդ անդամալույզը, որ բուժվեցավ, այդ հրաշքը ապացույց էր Քրիստոսի աստվածության, բայց դա մարդիկ ինչ ասացին, ով է այս մարդը, որ մեղքերի թողություն ուտա։ Ուրեմն չնայած որ հրաշալի առիթ կար հավատքի դառնալու, Քրիստոսի աստվածությունը ընդունելու, բայց գային մարդիկ, որոնք ոչ թե չէին լսում, չէին ուզում ընդունել։ Բոլորը լսում են, բայց կարևորը հետո, լսելուց հետո մարդու դիրքորոշումը ինչ է։ Մարդը լսելուց հետո հավատում է, երբ հավատում է հետևում է, երբ հետևում է սովորում է, երբ սովորում է բդուղ դալիս է, երբ բդուղ դալիս է մշտապես վկայում է, ուրեմն գիտեք, ինչպես դպրոցը կսկսի մանկաբարձ, նախագծարան, միջնակարգ, երկրորդական, համալսարան մասնագիտություն, հավատքի դպրոց տալ, այդպես է։ Դրա համար հավատքի կյանքը նաև ինչ է, աշակերտիլ է։ Եվ երբ որ մեկը աշակերտում է, սովորում է։ Քրիստոս ասում է, ինձ մեզ սորվեցեք, որովհետև հեզ եմ եւ սրտով խոնար։ Տեսեք, Տիմոթեոսը ավետարան կարոզող էր, Պողոս Առաքյալի գործագից էր, բայց կարևոր հորդոր մտալիս է։ Պողոս Առաքյալ Տիմոթեոսի ասում է, ուշադիր եղիր քո անձին եւ քո սովորեցուցածին։ Չնայած որ բարձ անձ մչեր ինքը, ավետարան կարոզող էր, բայց Առաքյալը գրգին հիշեցնում է, ըսկուշ, որովհետեւ ըսկուշ լինի։ Դրա համար Առաքյալի խոսքը կա, ասում է, ով որ կարծում է, որ գանկուն է, թող ըսկուշանա, որ չլինի։ Կարևորը գանկուն ըլլալը չէ, այլ գանկուն մնալը։ Գանկուն մնալը։ Ուրեմն տեսեք,
քանի մը ճշմարտություններ եկեք շուտով վերհիշենք, սերմանողը խտրություն չի տնում, ցանում է ամեն տեղ, սերնադիկի որակը նույնն է, ընդիր է, կյանք տալիս է, բայց պետք է այդ ընկալողը կարողանա իր մեջ բահել։ Եվ դրա համար Սամոսին խոսքը գա ինչ ասում է, սրտիս մեջ բահեցի, քո խոսքը որովհետեւ քեզի դեմ չմեղանչեմ։ Ուրեմն նաև Ահազո խոսքը միջոց է, որ մեր խիճը դաստիարակվի, մարդը ունենա հսկայնություն, որովհետեւ հենց որ հսկա մեղքը մոտիկանում է, կարողանա ինչ անել։ Վանել։ Այո, վանել։ Եվ մեղքը վանելու համար պետք է Ահազո խոսքը մարդու էության մեջ արմատանա։ Տեսեք, Լերան քարոզը ինչպես ավարտեց Հիսուս։ Մի արագով ժարի վրա շինված դունը։ Ասում է, ով որ իմ խոսքս լսե եւ կորզատրե, նման է իմաստուն մարդու, որ իր դունը կառուցած է ինչի վրա։ Ժայռի վրա։ Ուրեմն ժայռը Քրիստոսն է։ Ժայռը ուղղափառ հավատքն է։ Ժայռը եկեղեցվո անխարտախ ուսուցումն է։ Իսկ ավազի վրա շինվածը կառուցվածը Քրիստոսից բացի ամեն տեսակի շինզու հավատալիքներ։ Դա լինի առասպել, դա լինի նախաբաշարում, դա լինի սնահավատություն, դա լինի մարդկային շինզու հավատալիք, ուրեմն ժայռը Քրիստոս ինքն է։ Եվ կարևոր մի կետ կա, այստեղ Քրիստոս չի ասում, որ ժայռի վրա որ կառուցված է փորձություն չի պատահում։ Լինում է փորձություն, այո, 3 տեսակի, չէ՞, անձրևի դեղալը, կամին փչելը, գետին հորթիլը։ Երջանկայիշադակ Ղպտիների հոգևոր պետը Շնուդա 3-րդ պատրիարքը ասում է, որ այստեղ խորհրդանիշ կա 3 ուղղություններու փորձությունները։ Անձրևը գալիս է վերևից, գետը հորթում է ներքևից եւ կամին փչում է կողմերից։ Այսինքն այստեղ նեղություններով բաշարված մարդն է։ Եվ դրա համար ծառերի մեջ որ ծառը խորհրդանիշ է գանկուն ծառի, չնայած կամիներին մնում է Անապատում կանգնած։ Արմավենին Սամոս 92 ասում է արտարները արմավի պես պիտի ձաղին։ Տեսեք, անապատի պետք շատ չոր ուսամակ է, չէ՞։ Ամայություն, աննպաստ եղանակ եւ նույնիսկ ասում են գիշերը կամին շատ զորավոր կամի կա գիշերներ անապատում, բայց այդ արմավի ծառը մնում է անխորդագելի, մնում է հաստատում։ Հետևաբար Հիսուս Քրիստոս երբ որ խոսում է սերնացանի արագի մասին, հիշում է 4 տեսակի հողերը եւ Քրիստոս դալիս է մեկնաբանությունը։ Առաջինը ջամփու եզերքն է։ Ջամփու եզերք ընկնող այդ սերնադիկների համար ինչ ասում է Հիսուս։ Սերնացանի արագը, ով լսում է արքայության խոսքը, ուրեմն ասում է Առաջինը ասում է ամեն ոք ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը եւ հափշտակում է նրա սրտի մեջ սերմանվածը։ Ճանապարհի եզերքին սերմանվածն է սա։ Ուրեմն ճանապարհի եզերքին սերմանված ինչն է, ան որ լսում է, բայց ինչ է, չի հասկանում։ Օրինակ, Իրաքի օր պատարագի մասնակից եղավ հավատացյալը, Արարոտիա մասնակցեցավ, քարոզը լսեց, հետո երբ որ մարդիկ իրեն հարց տալիս են ինչ է քարոզի թեման, ասում է այսօր դեր հայրը շատ լավ խոսեց։ Բայց ինչ էր թեման, լավն էր։ Ինչի մասին էր։ Մի դող մեջբերում, օրինակ, տպավորություն, վկայություն, հոգևոր դաս չկա։ Ինք լսել է։ Բայց երկու ճանապարհ կա, չէ՞, այստեղից մտնում, այստեղից ելնում է, կամ այստեղից մտնում է սիրտ թափանցում է։ Երկու ճանապարհ։ Ուրեմն ջամփու եզերքը նման է առաջին ճանապարհին, որ մտնում է ականջից, բայց ելնում է մյուս կողմը, չի թափանցում սրտի մեջ։ Օրինակը դված է նախկին վեհապարը, Կարեկին առաջին Գաթողիկոս, ասում է երկու տեսակի լսողներ կան։ Լսողներ կան ջուրի խողովակի պես է, ջուրը մեջ են ասում է, լսողը որ սպունգի պես է, ջուրը ներձծում է իր մեջ։ Դրա համար Երանիների մեջ ինչ ասում է Հիսուս, Երանի արդարության քաղցը եւ ծարավը ունեցողներին։ Այսինքն Երանի այն մարդուն, որ Ահազո խոսքը լսում է գարոդով, հոգու ծարավով, դաս քաղելու համար, հոգով նորոգվելու համար, հոգևոր գիտելիք սովորելու համար,
մտքի բայցարություն ունենալու համար, հավատքը խորացնելու համար։ Ուրեմն տեսեք, այս մարդը առաջինը ուրեմն ինչն էր, լսեց այո, բայց լսելուց հետո ոչ մի փոփոխություն նման է աշակերտի դասաբային ներկա է դասարանը, դասադուն խոսում է, օրինակ տալիս է եւ այլն, ինք հազիվ դուն ասնի, մայր ասում է այսօր ինչ էր դասաբային սովորեցիր, ասում է դպրոց գնացի, հասկացանք, բայց հետո դպրոց գնացի, պետք է նմանվի այդ կանցանակը կա չէ, ամեն օր որ մեդալատրան տնում են ժամանակի ընթացքին լեցվում է չէ, ուրեմն մարդու սիրտը կանցանակ է, իսկ քարոզի չեկեղեցականը հոգևոր լուման անձայաբերուն է մարդկանց, կարևորը մարդը այդ իր ներաշխարը հարստանա Աստծո խոսքով, ուրեմն առաջին տարբերակը, երկրորդը Քարքարոտ վայրում սերմանված նա է, որ խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է, սկացական է, ուրախությամբ ընդունում է, բայց բանիմը, որ իր մեջ արմատ չունի, ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք լինում է, իսկույն քայթաղվում է, ուրեմն այս մարդն ուրախությամբ լսեց, բայց արմատ չունի, երբ որ նեղության ենթարկվեցավ, հալածանքի ենթարկվեցավ, շուտով ինչ եղավ ուրեմն, քայթաղեցավ։ Ուրեմն այս տեսակի մարդն լսող է ուրախությամբ, առաջին տարբերակը մի քիչ ինչ է, մեկ մագարտակ բարձր է, ուրեմն որովհետև ուրախությամբ լսեց, բայց իր մեջ ինչ չունի, արմատ չունի, այսինքն լսում է խոսքը, բայց տուն երթալով չի գարտում Աստվածաշունչը։ Օրինակի համար, եթե ես լսում եմ Կիրակի օր քարոզը, եւ եթե նույն օրը երթամ եւ բացեմ Աստվածաշունչը եւ գարտամ նույն օրվա Ջաշու ավետարանի հատվածը, որ քարոզախոսության թեման է, եւ որ գարտամ այդ գարտացվածը ինչ կմնա մտքի սրտի մեջ, տրոշմված կմնա, տպավորված կմնա, եւ կարող ենք նաեւ այդ մեր գարտացած ժամանակ վերհիշել քարոզի հետ կապված որոշ կարևոր ճշմարտություններ կամ գոնե բանալի բառեր, որ բայցարացնում է մեր մտահորիզոնը։ Ուրեմն այս մարդիկը դրանք են, որ լսում են այո, բայց լսելուց հետո իրենց անձնական կյանքի մեջ չկա աշխատանք, ինքնաշխատություն չկա, այսինքն իրենք ապրում են հավատքը, բարձրապես եկեղեցու միջավայրի մեջ, բայց եկեղեցու միջավայրից դուրս իրենց առօրյա կյանքի մեջ Աստվածաշունչ կարդալ չկա։ Դրա համար քարոզը ով սիրով կարող է լսել, ով որ Աստվածաշունչ կարդում է ամեն օր։ Եթե ամեն օր ամեն անց 5-ից 10 րոպե Աստվածաշունչ կարդա, ուշադրությամբ, երկյուղացությամբ, հոգևոր չերմերանտությամբ, հաս քաղելու պատրաստակամությամբ, ես վստահ եմ, որ այդ անց երբ որ քարոզ լսե, նաև չի զգում, որ եղել է քարոզի 15 րոպե, 20 րոպե, որովհետև ինք իր առօրյա կյանքին հետ ինչ ունի, գաբ ունի Աստծո խոսքի հետ։ Իսկ եթե միայն Կիրակի օրերը ես լսում եմ քարոզը եւ երբեք չեմ կարդում Աստվածաշունչը, բնականաբար խոր աստեցություն չմնար իմ մեջս եւ կնմանվեմ այն հողի տեսակի, որ արմատ չունի։ Դիմոթեոս արմատ ուներ իր հավատքի մեջ։ Ուներ, որովհետև Պողոս Արաքյալ ինչ ասում է, մանուկ հասակետ դու գիտես սուրբ գիրքերը, որ միտքդ իմաստությամբ հասում են։ Աստվածամայրը հոգևոր արմատ ուներ իր կյանքի մեջ։ Այո, որովհետև դաջարի մեջ էր եւ ամեն օր հետևում էր աղոթական կյանքի եւ դրա համար իր օրհներկությունը դարձավ, դերը պիտի կովապանեմ աղոքիս կծնձայմ աստուծմով բրգիչովս։ Ուրեմն տեսեք, Աստվածամայրը դաջարեն դուրս ելավ, բայց աղոթական կյանքեն չհեռացավ։ Սա կարևոր է, որ ինք ուզում էր Աստծո դան մեջ մնալ, որովհետև դաջարն ծայված էր, բայց Աստծո կամքը ուրիշ էր։ Ինք պիտի լիներ փրկչի մայրը, Աստծո կամքով, բայց երբ դաջարից հեռացավ, աղոթական կյանքից չհեռացավ, այլ աղոթական կյանքի մեջ մնաց եւ դրա ապացույցը իր օրհներկությունն է, երբ որ Եղիսաբեթ սիրով դիմավորեց, ինք փառք Աստծո վերակրեց, ասաց հզորն ասված մեծամեծ գործեր արեց ինձ համար բոլոր սերնդները ինձ երանի պիտի տան։
ուրեմն առաջինը ջամփու եզերքներ, երրորդը քարքարոտներ, երրորդը փշերի մեջ սերմանվածը, այ որ լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության բادرանքները խեղդում են այդ խոսքը եւ այն անբդուղ է լինում։ Լսեք ինչ ասում է, անբդուղ է լինում։ Հիմա առաջինը լսեց, չհասկացավ։ Երկրորդը լսեց ուրախությամբ, ժամանակավոր հավատք ուներ։ Հիմա երրորդը մեկ հանգրվան ավելի լավ է, մեկ վիճակ ավելի լավ։ Ինչ ասում է, լսում է, բայց աշխարհի հոգսերը ինչ անում են իրեն, հարստության հրավիրը խեղդում են, այստեղ որոշակի հոգևոր պայքար կա, ուզում է ցկտել կատարյալին, ուզում է Աստված հաջողանք ապրել, բայց հոգսերը ինչ անում են մարդու, ձանրաբերնում են։ Եվ դրա համար մարդ կարող է միան ապրիլ ներկան կամ անցյալը, անցյալից դասեր կայելու համար, իսկ ներկան արժևորելու համար, իսկ ապական մենք չգիտենք, Աստված ինչ վերաբահած է մեզ ապակայի, չգիտենք, եւ դրա համար ապակայի համար, եթե մարդիկ չափազանց մտահոգ են, երբեմն սխալ որոշումներ կայացնում են, չէ, ուշագի թիմում են, թուղթուկիր եւ այլն, վաճառներից մեկ ինչն է, որովհետեւ չափազանց հետաքրքրասեր են, ուզում են իմանալ հետակայում ինչ պիտի լինի, բայց Տեր Հիսուս ինչ ասում է, օրվա հոգսը բավարար է, ինչու ամենաերջանիկ երեխան է, ներկան ապրում է, երեխան չի ասում վաղը ինչ է ճաշը, վաղը հայրիկիս եկամուտը ինչ է, կամ հայրիկս եթե տոշակի ելնի ինչ պիտի ստանա ամսական, երեխան ապրում է ինչ է, իր ներկան, ժպիտով, բարձր դրամատրության, խաղաղության, համերաշխության, որովհետև ապրում է ներկան, երբ որ ինքը ապրում է ներկան, արդեն կյանքը ճիշտ ձևով վայելում է։ Դրա համար մենք շատ կարոտում ենք ինչը, մանկությունը, մեկը չի ասում ինչ լավն էր իմ, ասենք, ասինչ տվական եւ այլն, բայց ընդհանրապես ամարդ հիշում է իր մանկությունը, որովհետեւ այդտեղ հոգ չկար։ Եվ հոգ բառը հագարակ եթե գարտան կող բառն է, չէ՞։ Կամ հոգ, կամ կող։ Ուրեմն երբ որ մեկը հոգ ունի, կող չէ։ Իսկ եթե մեկը կողունակ է, գարա Աստծո բարիքներ հիշել եւ կողունակությամբ շնորհակալություն հայտնել։ Դրա համար ինչ ասում է Պողոս Արաքյալ, որևէ բան թող չմտահոգե ձեզի, այլ ծեր աղոթներում մեջ կողունակ սրտով խնդրեցեք Աստուծուց ինչ բանի որ գարիք ունեք։ Ասում է խնդրեցեք, բայց ինչ սրտով, կողունակ սրտով, կողունակ անձը հիշում է Աստծո տված օրհնությունները, բարիքները, բարգևները, եւ դրա համար հարգելիս դու եթե աղոթում ես, նախ եւ առաջ աղոթքի ժամանակ հատուկ բաժին հատկացուր շնորհակալության, որովհետեւ երբեմն աղոթում ենք միայն խնդրանքներ ներկայացնելով։ Օրինակ, նույնիսկ եթե քո հարազատը մահացել է, գարաս ասել որ փառք ես դեր որ այս անձի հետ հարազատ լինելու արիթը տվիր։ Եթե քո բարեկամն է, գարաս ասել փառք ես ով դեր որ արիթ տվեցիր որ այս մարդու հետ բարեկամանամ, մտերմանամ եւ իր նկարակրի մասին իմանամ, իր մտերմությունը շահիմ, իր աղոթքը, իր հավատքի փորձառությունը, դեռ տեսեք կողունակ մարդը միշտ նայում է դեպքերի մեջ Աստծո աներևույթ ցերքի ներկայությունը։ Նեղության ժամանակ միշտ քնդրում է Աստծուն։ Եվ դրա համար հիմնական խնդիրը ինչ է այսօր մարդկության։ Հոգը, չէ՞։ Համացանցերում քանի օր ինչի խնդիր կա հիմա, բոլորը ինչով մտահոգ են։ Ոսկիով, չէ՞։ Գրամը այսքան եղել է, կալ շաբաթ այսպես պիտի, կալամիս այնպես պիտի, մարդիկ լուրջ դակնավի մատնվում են, որքանով այդ տեղությունները ըստույք է չգիտենք, բայց փաստորեն մարդիկ խանգարվում են, որովհետև երբ որ մարդը ներկան չապրիր, հոգերով ծանրաբեռնված է, կյանքի, ասենք, ուրախ ապրելու արվեստը չգիտի մարդը, որովհետև ուրախ ապրիլը արվեստ է, եւ ուրախ ապրելու արվեստը կսովորենք, եթե մենք չունենք հոգսեր։ Որ արագի մեջ կա հոգսերը, մի ուրիշ արագ կա, ամեն մեկը մի հոգսի համար հրաժարվեց հրավերից։ Մեծ խնջույքի արագը,
չէ, սեղան սարքեց, ղրկեց ծառաներին, որ հրավիրեն, 3 տարբերակի մարդիկ կային, 3-ը հրավերը մերժեցին։ Հիշում եք, ինչ էր պատճառաբանությունը։ Մեկը ասաց արդ ունեմ, չէ, մեկը ասաց արդ ունեմ, արդը ինչն է, երկիրը, հողը, երկրավոր հոգսերը, մեկը ասաց 5 զույգ գով ունեմ, չէ, եզներ ունեմ, 5 զույգ եզներ ունեմ, ես ինչն է բիզնեսը, ուրեմն արդը հողն է, երկրավոր մտահոգությունը, երկրորդը 5 զույգ եզները բիզնեսն է, մույսը ասաց նոր ամուսնացել եմ, այդտեղ է նաև ամուսնությունը ցանկության խորհրդանիշն է, ուրեմն հիմնական 3 պատճառներով մարդիկ մերժում են հրավերը, կամ երկրավոր մտահոգությունները արդն է, կամ 5 զույգ եզները բիզնեսն է, կամ էլ ցանկությունը, անշուշտ ամուսնությունը սուրբ է, որովհետև խորհուրդ է, բայց այստեղ մենք երբ որ հիշում ենք ամուսնությունը, առողջություն, երբ որ հիշում ենք ամուսնությունը, սուրբ է ամուսնությունը, բայց այստեղ ուզում է ասել դերը, որ երբեմն մարդիկ ընտանիք զասված բաշխելու, ընտանիք աստուծուց երանում են, ոչ թե մոտիկանում են։ Որ անցներ, որ իր ընտանիքի մեղքերի համար ամեն օր զոհ էր մատուցում։ Նոյը, չէ, հոբը, լաբրեք, հոբը, ընտանիքի անդամների մեղքերի համար ճիշտ է, զոհ մատուցում էր ազում, որ անցը ընտանիքի անդամների հետ բրգվեց, որպես հավատքի հայր, նոյը, չէ, նոյը, երևաբար կտեսնեք կային սուրբ ընտանիքներ, որոնք կարողացան ոչ թե կյանքի օքսերի հետևանքով հեռանալ Աստուծուց, այլ ընտանիք մոտեցան Աստծուն։ Հիմա մենք մեր կյանքում ունենք տագնապ, չէ՞։ Գա մեկը որ չունի դժվարություն։ Մեկում ասել են աշխարհում ինչու նեղություն կա, ասել է որովհետեւ մարդիկ չգարձեն տրախտը այս աշխարհում է։ Ուրեմն նեղություն պիտի լինի, նեղություն, բայց կարևոր մարդու դիրքորոշումը ինչ է։ Վստահում է իր անձին, իր ջարդիրության, իր հնարամտության Եվ վստահում է Աստուծուն, մարդու ունի անելիք, այո, բայց նախ Աստված ինքն է, նախացերնողը։ Դրա համար Սերնացանի հետ կապված խոսում ունի առաքյալը։ Ասում է ես կծանեմ, Աբողոս կջրե, Աստված կաճեցնե։ Ուրեմն ասում է ցանող, ջրող շատ կա, բայց աճեցնողը մեկ է Աստված, եւ այս հիշեցնում է մեզ Սամոսի խոսքը։ Ասում է եթե դերը չշինի դունը, իզուր դեր հոգնում են ձայն շինողները։ Ուրեմն դրա համար այստեղ այս անձը հողը որ գա հիմնական 2 խնդիր ուներ։ Ինչն էր, ասում է հոգսերը, այն անձերը, որ չեն ընդունում Աստծո խոսքը, կամ ընդունում են գար ժամանակը, հոգսերը եւ հարստության հրաբույրը։ Այսինքն մեկը բարձենա իր ունեցածով եւ ավետարան ասում է Պողոս առաքյալ ով որ պիտի բարձենա, թող դիրոջմով բարձենա։ Հովանես ոսկեպերան սուրբը ասում է մի բարձենար ով մարդ, լավ ցայն ունիս, սոխագի ցայնը քեզ մելավ է։ Քեծիկ աչքեր ունիս, եղնիկին աչքեր ավելի քեծիկ է։ Հսկա ես, փիղը քեզ մի հսկա է ասում է։ Քաչ ես, արույցը քեզ մի քաչ է ասում է։ Աշխատասեր ես, մրջյունը քեզ մի աշխատասեր է։ Ասում է օրենք սիրող ես, մեղուն օրենքով մեղրախորիսը կպատրաստե։ Բարձր դիրքի ասար արձիվ ավելի բարձր կտրճի ասում է։ Դեսքով քերեցիկ ես, երամարտը քեզ մեկ քերեցիկ է ասում է։ Ասում է ուրեմն Աստծո շնորհքով ինչ որ ես դու, ասում է Աստծո շնորհքով ես։ Մենք երբեմն մոռանում ենք Սուրբ Հովանես ոսկեպերան, Ոստան Պողոսու բادرյակը ապրել է 4-րդ դարում։ Ուրեմն տեսեք, մարդու ասում է, բոլորիս խրատ է, ոգեշա խրատ է։ Ուրեմն տեսեք, մենք երբեմն մոռանում ենք, որ մեր վայելած օրհնությունը հավանաբար մեր ծնողած աղոթքի պատասխանն է։ Մենք դրա մեջ բաժին չունենք։ Հավանաբար մեր վայելած բարիքը Սուրբի բարեխոսության պատասխանն է, մենք չգիտենք։ Հավանաբար լուր աղոթող ունես քո համար, որ ամեն օր աղոթում է, եւ դու դերյակ ես եւ այլում ես մի հատուկ օրհնություն, եւ մենք երբեմն վերակրում ենք բադահականության, ուրեմն բադահական բան չկա։ Ազո բարի կամ կգա։ Եվ դրա համար ովքեր են սերմանողները։ Քրիստոս է, բայց նաեւ այդ սերնադիգի որու տվեց եկեղեցու զարաներին, սպասավորներին, չէ՞։ Մարգարեները, առաքյալները, առաջնորդները, եկեղեցական դասը,
որոնք ահազոխոսքը ինչ անում են, սերմանում են, և ամեն եկեղեցիները ընդհանրապես այդտեղ այդ 4 ենթաբաժանումները կան հավատացյալների մեջ, ջամփու եզերքը, կարկարոտ տեղը, փշոտ հողը և առավել բարարդ հողը։ Ուրեմն անցնելով մյուս բաժնին, ասում է իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, որ լսում է խոսքը և հասկանում ու բդուղ դալիս է։ Տեսեք, որ բառ հիշված է բդուղ բառը։ Հիմա ձարը ամեն մի եղանակին բդուղ դալիս է, չէ՞։ Ամառնային ձարը եղանակի բդուղ գա, ձարը ամռան դալիս է բդուղ։ Աշնանային եղանակի բդուղ գա, աշնան եղանակին բդուղ դալիս է, բայց մարդը 4 եղանակներին բդուղ դալիս է, հավատքի մարդը։ Դարվա 4 եղանակներին կարող է դալ հավատքի բդուղը, եթե ազո խոսքը իր մեջ ներգործե և իր գործակցի Աստծո հետ, գործակցի Աստծո հետ։ Եվ տեսեք, ասում է բդուղ ուտա, բարեբեր հողի մեջ սերմանվածը, լավ բարարդ հողի մեջ սերմանվածը, նա է, որ լսում է խոսքը և հասկանում ու բդուղ դալիս, մեկը 100-աբադիկ, մույսը 60-աբադիկ և մեկը 30-աբադիկ։ Ուրեմն այստեղ 3 տարբերակ կա։ Նույնիսկ 4-րդը, որ ամենալավն է, այդտեղ ինչ կա, տարբերություն կա, չէ, 30-ը, 60-ը, 100-ը։ Երբեմն ասում են 30-ը նորադարձն է, 60-ը մեղքի մեջ ընկնող վերականգնողն է, 100-ը գադարելության հասնողն է։ Ասում է 30 աշխարհականներն են, որ սրբագենցաղ կյանք ապրել են։ 60 եկեղեցականներն են, որ մեղքի դեմ պայքարում են և փորձում են ցկտել գադարելության։ 100-ը այն ճգնավորները, սրբերը, եկեղեցականները, որոնք սրբագյանց կյանք ապրել են, ծառայելով Աստծո, որովհետև այդ բդուղը որ կա նաև գամ ունի ինչի մարդու հավատքի մակարդակ և նայած Աստված ինչ շնորհք տվել է քեզ։ Ունեցողին ավելի պիտի տրվի, չունեցողին պիտի վերցվի այն ինչ որ ուներ։ Այսինքն ինչ կնշանակի։ Եթե մեկը պատրաստ չէ լսելու, Աստված չի տալիս շնորհք, որ այդ մարդը ըմբռնե և գործադրե, որով լսելու նախ պատրաստ չէ։ Իսկ եթե մեկը լսելու պատրաստ է, Աստված տալիս է հասկանալու օրհնություն։ Իսկ եթե մեկը հասկանում է, Աստված նաև տալիս է գործադրության տնելու կարողություն, խոսքը գործի վերածելու կարողություն։ Եվ դրա համար մենք խոստովանանքի ժամանակ կա մի բաժին, որ գաբ ունի Սերնահատիկի արագի հետ, ինչ ենք ասում, զորենս արի, օրինաց ներկացա, իգարկս քրիստոնեության անցա, գործովս անաջանքը դա։ Ինչ կնշանակե, օրենքը սովորեցա, բայց օրենքի գործադրության մեջ զուլացա, քրիստոնեական շարքերուն անցա, բայց գործովս անաժան գտնվեցա։ Ուրեմն այստեղ բդուղը և Սուրբ Հոգու բդուղներն են, և ապաշխարության բդուղներն են, և ծառայության բդուղներն են։ Եվ սա յուրաքանչյուր քրիստոնեայի համար է, որ ուզում է հետևել Քրիստոսի հավատարմությամբ և հնազանդությամբ։ Ես ուզում եմ այսքանով այսօր բավարարվել, որոշ շապով փորձեցի Աստծո շնորհքով անշուշտ որոշ ճշմարտություններ բաժնեկցիլ ձեր հետ, որովհետեւ ավելի կարողանանք հասկանալ իմաստը Սերնացանի արագի եւ այստեղ խոսքը ընկալելու մի կարևոր կետ կա, այս էլ ուզում եմ ասել եւ իմ խոսքը եզրափակել Հակոբոս Արաքյալի ընդհանրական նամակի ուրեմն առաջին գլխի մեջ ասում է դրա համար ամեն աղդեղություն, չարության, գուտագում թեմ գցեք եւ հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Ասում է ինչպես ընդունեցեք, ասում է հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը։ Հեզությամբ ընդունել ինչ նշանակում է, այսինքն անձը որ ընդունի, որ ինք չգիտի։ Մենք ընդհանրապես բոլորս գիտենք, եւ բոլորս ամեն թեմաների մասին շատ ասելիքներ ունենք։ Միշտ ընդհանրապես սա խնդիր է, որովհետեւ մի պատմություն կա, ուրեմն նախանցող անձը կա աշակերտներեն, միշտ նախանցով է, ուսուցիչը նկատել է, որ
միշտ նախանց ունի։ Ասել է ինչու դու նախանցող ես։ Ասել է չեմ ուզում որ ուրիշը ինձանից ավելի գերազանց լինի, լավ լինի։ Ուզում եմ ես լինել միշտ առաջնագարկը։ Լավ ասել է, հայերենով գավիչ գիտեք, չէ, բադի վրա, ուրեմն ուսուցիչը ասում է աշակերտի այդ նախանցողի, որ բադի վրա կից կաշե, կիծմը։ Այսպես 6-7 սանտիմնոց կից անում։ Ասում է հիմա այս կիծը չնչե, գարած չնչել, ասում է շատ հեշտ է, ասում է, ձայրերից սրբում է մեական սանտիմ։ Ասում է լավ, այս ջիջ սև չէ, ասում է հաբա, ասում է ուրիշ սև ունես, ասում է այո գարամ իմ ապը տնել, որ կիծը չերևի, ուսուցիչը ասում է այս էլ ջիջ սևը չէ, հաբա ինչ պետք է անեմ ասում է, ուսուցիչը վերցնում է կծա կաշը, գավիճը և նույն այդ կիծի գողքը ավելի երկար կիծ կծում է, ասում է դես հիմա այդ կիծը փոքր երևում է, որովհետև այս կիծը այնքան երկար է, որ դու հստակ տեսնում ես տարբերությունը, ասում է դու քո անձդ գերազանցիր, դու քո անձիդ վրա աշխատանք կար, փոխանակ քո անձը ուրիշների հետ համեմատելու, միտքը բարձ է, չէ, այսինքն ամեն մարդ ինք մտածի իր անձի մասին, որքանով ինք հավատքի մեջ մի սանտիմ աճել է իր հավատքի ծառը, կամ իր մեջի հավատքը եղել է 30, բայց ինք ուզում է լինի 30-ի փոխարեն 60, կամ դա ասված 100, ուրեմն հեզությամբ ընդունեցեք քրադը շատ կարևոր է մեզի համար, որովհետև ափսոս որ մենք լրել չենք գիտեր, միշտ ուզում ենք խոսիլ, եւ որ մեկը շատ խոսի, քիչ կլսե, կամ նույնիսկ չի ուզում լսել, որովհետև ինք սովոր է միշտ ինք խոսի, ինք արդայդվի, եւ դրա համար սովորելու համար պետք է պատրաստական մնալ լսելու, դրա համար ավարտին, արագի ավարտին ինչ ասել է Հիսուս, ով որ ականջ ունի լսելու, թող լսե, ասված մեզ շնորհք դա, որ լսենք հեզությամբ, որովհետեւ մեր մեջ ընդունենք Ահազո խոսքը, եւ այդ Ահազո խոսքը մեր կյանքի մեջ ներգործի, որովհետև Տիրոջ խոսքը հոգի է եւ կյանք, ինչպես Պետրոս Արաքյալ Հիսուս Քրիստոսի ասաց, ով դեր որու երթանք, հավիտենական կյանք տվող խոսքերը թողնիս։ Ասված մեզ օրհնի, որ իր խոսքով միշտ առաջնորդվենք եւ մեր կյանքի վկայությամբ մեր կյանքը լինի բդղաբեր ապաշխարության բդուղներով եւ Սուրբ Հոգու բդուղներով։ Ամեն։